Սիրելի ուխտավորներ, ինչպես են դրամատուրգները։ Մենք հիմա եկած ենք սիրելիներ Պիզա քաղաքը։ Պիզա, ոչ թե պիցա, այլ պիզա, պիզա գկրվի P-I-S-A, պիզա։ Եղավ։ Շատ լավ, այս քաղաքը սիրելիներ միջնադարյան քաղաք է, մեդիևալ քաղաք է։ Եվ այս քաղաքը պատմություն ունեցող քաղաք է։ Իրականության մեջ կտեսնեք այդ բարիսպը դիմացը։ Այդ բարիսպին յետևն է քաղաքը։ Իսկ հիմա մենք բարիսպեն դուրս ենք։ Ինչու համար բարիսպեն դուրս ենք։ Որովհետև սիրելիներ պիզացիները ուզեցին ցույց տալ, որ իրենք պատերազմներեն չեն վախնար եւ հետեւաբար իրենց եկեղեցին դուրս սարքեցին, որովհետև այս քաղաքներում մեջը շատ պատերազմներ կային պիզացիները, ֆլորանսիներուն թեմ եւ այլն այս ամբողջ շրջանի իդայլյան սիրելիներ մաս էր միացյալ չէր Էմանուել Գայսներ որ միացուց Էմանուել թագավորն էր միացուց 1800 թվականի գեսեն յետքը շատ լավ Պիզայի մեջը այս ուր որ գանքրած են գլխավոր շատ կարևոր պատմական ուրեմն գառույցներ կան առաջին գառույցը եկեղեցին է եկեղեցին սիրելիներ կառուցված է սկսած է կառուցվել 1064 թվականին եւ դեված է սիրելիներ մինչեւ 1093 թվական հետեւաբար 30 մոտավորապես քանի 35 տարի եկեղեցին սարքված է եւ եկեղեցին սիրելիներ գտեսնեք վերը Աստվածամայրը ամենևերը Հիսուսը ցեկը եկեղեցին նվիրված է Աստվածամոր վերապոխման Սանտա Մարիա Ասունտա Աստվածամոր վերապոխման եւ արչեւի մասը աստեցությունն է գիտեք որոնց իսլամական աստեցություն ունի եւ մի զարմանակ հայկական ջարդարաբեդության աստեցությամբ եղած է ներսի խոյակները եւ սյուներու ցևը հայկական ջարդարաբեդությամբ է ասիգա իրենք ուղղակի իրենց գիտնականները գսեն Եվ քարերը գտեսնեք սիրելիներ սև մուկ եւ ջերմակ սպիտակ քարերեն ներսնալ որ մտնենք եկեղեցվո մեջ մտնենք այդ ժամանակ պիտի տեսնենք այս քարերը եւ ներսը սիրելիներ շատ սկանչելի քեղեցիկ եկեղեցի մնե ուրեմն փեմով ուր որ գբարձրանային եւ քարոզը խոսեին ամբողջ քանտագակորց բատկերները սրբաբատկերները եւ այլն ասեմ սիրելիներ որ այս եկեղեցին Ուրեմն բավական չարչարանքներ գրած է, պատերազմներու ենթարկված է, երբ որ համաշխարհային երկրորդ պատերազմը եղավ, այստեղը եկան նացիները եւ այս զանգակադունը կորզածեցին որպես թիդարգման վայր։ Ամերիկանցիները, ամերիկյան զորքերը երբ որ այստեղ եկան, ուզեցին ամերիկյան զորքերը խորդագել, բայց կապիտանը, որ գարաչնորտեր գոր խումբը Երբ որ դեսավ Պիզայի գեղեցկությունը չգործանեց, թե ոչ Պիզան այսօր գոյություն չեր ունենալ։ Երկրորդ հին գառույցը սիրելիներ մգրդարանն է։ Մգրդարանը սիրելի քույրեր եղբայրներ, ուրեմն մգրդարան որու անունով գլա ընդհանրապես Սուրբ Հովանես Մգրդիչի անունով, Աբրիկ Սուրբ Հովանես Մգրդիչի անունով Այս մգրդարանը սկսավ սարքվել 1152 թվականին եւ դեպեց մոտավորապես 210 տարի։ Այսինքն 1152-ին մինչեւ 1364 թվականները։ Եվ դեսեք սիրելիներ, սկիզբը գամարի մեջը պիտի տեսնենք, որ ամբողջությամբ փորագրված է Սուրբ Հովանես Մգրդիչի Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածամոր առաքյալներու պատկերները Եվ նայեցեք ամբողջ եկեղեցվո շուրջը տեսնեք կամ մգրդարանին առաքյալներու եւ մարգարեներու ամբողջ պատկերներն է եւ ասեմ սիրելիներ աշխարհի մեջ գոյություն ունեցող ամենեն մեծ մգրդարանն է ամենեն մեծ ասկի ավելի մեծ մգրդարան գոյություն չունի եւ Նաև ասեմ այս մգրդարանի համար, որ երբ որ ներս մտնենք, պիտի տեսնենք հսկա մգրդարան, առաջ ինչպես կմգրդվեին սիրելիներ։ Հսկա ուրեմն մգրդարան գլարչուրը գլեցվեր, մեկ կողմեն գմտնեին, մյուս կողմեն դուրս կելեին, Քրիստոսի հետ մեռնել եւ Քրիստոսի հետ հարություն առնել կնշանակի։ Նաև կարելի է մգրդարանին ինչև վերևը բարձրանալ։ Վերևը ամենեն վերևը կմպետին վրա, գտեսնեք ով գա Աբրիս Հովանես Մգրդիչը, որովհետև եկեղեցին, որու նվիրված է կամ մգրդարանը Սուրբ Հովանես Մգրդիչին։
Նաև սիրելներ այս գառույցը, թիմացի գառույցը կգոչվի Camposanto, ադիկա քերեզմանոց է։ Ներսը 5 քերեզմանոց է սիրելներ, մոտավորապես 13-րդ դարին սկսյալ։ Ինչու համար Camposanto կգոչվի, այսինքն Camposanto կնշանակի Սուրբ Դաշտ, որովհետև սիրելներ այստեղ բերված են Քրիստոսի կողքոտային ավազ եւ ուրեմն այդ ավազը թափած են ներսը, անոր համար գոչված է Camposanto։ Եղավ։ Եվ բազմաթիվ ուրեմն նոբել ազնվական մարդիկ եւ այլն այդտեղը թաղված են։ Այս մեկը Սուրբ Հոգի, Holy Spirit, Սուրբ Հոգի, Santo Spirito, Սուրբ Հոգին նվիրված ուրեմն ինչ է, հիվանդանոց։ Անցյալին սիրելներ այս հիվանդանոցը ինչու համար եղած է։ Այս հիվանդանոցը եղած է որբեսի ուխտավորներ, աղքատներ, հիվանդներ, որ այստեղը բամը բադահեր իրենց, օգտագործվեին, ներս մտնեին եւ օգտագործություն ունենային այս հիվանդանոցի մեջ։ Այսօր մեկ մասը միան հիվանդանոց է, մնացյալ մասը թանգարան է։ Եղավ։ Եվ վերջապես աշխարհի ամենեն հռչակավոր Պիզայի աշտարակը։ Պիզայի աշտարակը սիրելիներ։ Ինչ է Պիզայի աշտարակը։ Որ այս աշտարակը սիրելի քույրեր եղբայրներ, ուրեմն զանգակադուն է, հա? Կամպանելլա գսեն իրենք։ Զանգակադուն, ինչի զանգակադուն։ Եկեղեցի միշտ ինչ կունենա, զանգակադուն կունենա։ Եվ այս երբ սկսավ սարքվել 1173-ին։ 1173-ին ուզեցին սարքել։ Քանի տարի դեպեց 199 տարի դեպեց այս զանգակադան սարքվելը։ Ինչու՞ բայց 1173-ին երբ որ սկսան սարքել, առաջին հարգը, երբ որ 7 հարգ է մինչ ասեմ, 7 հարգ է սիրելներ, 7 հարգ։ Եվ նաև վերևը գտեսնեք որ 7 հատ բան կան, զանգակներ կան ամենևերը։ Եվ դա կրկնական է, երաշտական նոթերուն ծանոթ եք։ Երաշտական նոթերը քանի նոթեր են։ 7 նոթեր։ Դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի, դո։ Աբրիկ, սի են, միջը դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի։ Իդ դոմ վերջը։ Okay, ուրեմն 7 զանգակները, ապրիկ երաշտերեն շատ լավ է։ 7 զանգակները ամեն մեկ զանգ մեկ նոտա է։ Եղավ։ Դարբեր թվականներու ուրեմն կառուցված է։ Ինչ որ հետ վերադառնամ 1173-ին երբ որ սկսան սարքել, առաջին հարգը երբ որ սարքեցին 1176-ին 3 տարի վերջ երկրորդ հարգը երբ որ սարքեցին, դժբախտաբար ինչ եղավ, ծրավ։ Որով ինչու ծրավ, որովհետև 3 մետր կետնին դագը իրենք որ հիմք տապած էին, հողը թեթև էր, հետևաբար ծանոթերեն ինչ եղավ, ծրավ։ Վերջը դժբախտաբար այստեղները շատ պատերազմներ կային, երկար ժամանակ, մոտավորապես 50 տարի այս գործ այդպես մնաց։ Վերջը ետը սկսան 1250 թվականին ետը սկսան ձեռնարկել եւ փարսացուցին մինչեւ 7 հարկ։ Հիմա սիրելին եղավ ժամանակը, որ շատ վախի մեջ էր, որ ոյը մեկ ժամանակ այս բիդի զանգակադունը փլեր եւ քիտնականներ ամբողջ դարիներու թարերու ընթացքին փորձեցին փամել։ Ես ուսանող եղածադենս ատկյալ առաջ սկսած էին այստեղ եւ որ եկած եմ երրորդ հարգենը սկսյալ զորավոր քեյբլներով, բաներով, բարաններով գաբած էին եւ մեկ մյուս կողմը, որ ծրածին հագարակ կողմը ահավոր ծանրություններ տրած էին տոննաներով, հազարավոր տոննաներ, որբեսի ծանրությունը կարողանան շտկել։ Հիմա ասեմ, որ այս զանգակադունը 4.4 դիգրի ծրած է, ձուր եղած է, մինչև իսկ հասած է 6.4 դիգրի։ Հիմա փորձած են շտկել եւ 2001-ին է որ փացին, վերապացին եւ ասվեցավ որ քիտնականներուն կողմեն այստեղ է մինչև 300 տարի այս ողջ պիտի մնա։ Բայց ատկե վերջ ինչ կբադահի Աստված գիտե։ Ամենայն դեպս սիրելիներ, այս զանգակադունը շատ հռչակավոր է, ամենքը տալ դեսած եք, չէ։ Եվ ասեմ որ բանի մեջ է այս ինչ heritage է, որ UNESCO-ի heritage-ի մեջ է սիրելին, UNESCO-ի
բահբանության դակ է այս ամբողջ շրջանը, այս հրաբարակը, այս պիացան, որ մեկ հատ նայեցեք գլորակ դարձեք, այս հսկա պիացան կգոչվի, ուրեմն Piazza degli Miracoli, այսինքն հրաշքներու պիացա, հրաբարակ, որովհետև ոչ թե որովհետև այստեղ հրաշքներ եղած են, այլ որովհետև հրաշալիքներ կան այստեղը։ Ըստակ է ժողովուրդ, մենք պիտի բարձրանանք եւ վերևը աստիճանները 294 աստիճան է մեկ կողմը 296 աստիճան եւ եթե գտեսնեք սիրելիներ հիմա այս շինարարությունը գա այս կողմը ավելի նվազ են սյուները եթե մյուս կողմը տեսնեք ավելի երկար են ինչու որովհետեւ բարձրած են բարձրած են եւ որ վերև բարձրանակ շատ տեղեր կան որ ուր որ հասնիկ դարձվածքին ծեր ուսը բادرում վրա կսկրդվելով պետք է բարձրանաք որովհետեւ վեր հասնիկ 294 կամ 296 աստիճան ընդհանուր գերբով ցեզի բացատրեցի ահա սիրելներ գիտեցեք վայելեցեք Աստուծո փառք տվեք, եկեք ասենք փառք Աստուծո։ Փառք Աստուծո։ Ամեն ինչի համար փառք Աստծո։ Ամեն ինչին համար փառք Աստուծո։ Իսկապես։